Ողջույն, մեկ անգամ եւս հարգելի հետևորդներ, մենք իհարկե ցանկանում ենք այս ամենը ձեզ ցուցադրել ուղիղ եթերում, բայց քանի որ ինչպես միշտ նման վայրերում կապի մեծ խնդիր է առաջանում, կտեղադրենք այս նկարահանումը։ Մենք այժմ գտնվում ենք Հաղարծինում, ավելի ստույգ Հախարծինում, մեր հերթական ուխտագնացությունն են ասա եւ հերթական սրբագործման արարողությունը ծիսակարգը։ Մենք այստեղ ենք մեր փոքր բացահայտումների թիմով, պարոն Ռուբենի գլխավորությամբ։ Եվ երևի թե սկսենք Լիլիթ ջան, առաջին հերթին հենց այս երևի թե սկսենք հենց այստեղից, հիմա ձեր էկրաններին է երկու պատկերներ, մեջտեղում սրբավայրն է, որի վերևում գագաթին, հա, կանգնած է արծիվը, այո, արծիվն է, արծիվի խորհրդանիշը։ Ինչպես տեսնում ենք, ոչ մի խաչ չկա այդ սրբավայրի տանիքին, այսինքն գմբեթին ներողություն։ Եվ արծվի գոյությունը խոսում է հենց արարչական ցուցումով կառույցի ստեղծման մասին եւ գործ ունենք ռելիեֆները ներկայացնում են տանտերերին, այսպես ասած։ Այո։ Սուրբ Սրբոց Դիցհալդին եւ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Աթինաս Պալազին։ Սրբավայրը նրանցն է, նրանց է պատկանում։ Աշխատող դիցը Հախարն է, եղել այժմ նրա ուրեմն թորնուհին, այո։ Ռոն Ռենե դիցն է, դիսն է աշխատում այստեղ։ Ուրեմն շարունակենք երևի մի փոքր ռելիեֆի վերաբերյալ։ Նախ նշենք երբ է կառուցվել։ Սկսել է կառուցվել մեր թվարկությունից առաջ 363 թվականին։ Եվ ինչպես բոլոր սրբավայրերն ու տաճարները, այնպես էլ այս սրբավայրը կառուցվել է 9 տարում ամբողջական համալիրը։ Նրանց 363 թվականին արդեն 9 տարին լրացած կառուցումն ավարտված է համարվել։ Այո։ Ռելիեֆի երկու կողմերի գավազանները հենց հուշում են նրանց այստեղ ունեցած իշխանության մասին։ Այո, եթե հիշում ենք, մեր գրքում էլ կան, չէ, այս տեաձև սիմվոլները, մեր սիմվոլների բաժնում, որը հենց խորհրդանշում է, որ այստեղ նրանց իշխանությունն է։ Այսինքն որտեղ որ կան այս սիմվոլիկաները, այդտեղ դիցերի երկնային տերտիրուհիների իշխանությունն է։ Եվ առիթը բաց չթողնենք օծագլուխ գավազաններին անդրադառնանք, Գոհար ջան, որի շուրջ նույնպես բանավեճերը անսահման շատ են։ Սա վերաբերվում է կրկին այն տեղանքը պահպանող օծերի պաշտպանիչ նշանակությունն է սա ընդամենը, այն ինչը որ տեսնում ենք ռելիեֆների վրա, ինչը որ տեսնում ենք ամենատարբեր դեկորատիվ կիրառական արվեստի նմուշների վրա, պահպանիչ օծերն են այստեղ պատկերված, որոնք այնուհետև սահուն կերպով անցել են կաթողիկոսական գավազանների վրա, որ մինչև օրս կիրառվում են։ Դրանք չեն խորհրդանշում ոչ իմաստություն, խելք, չգիտեմ, բարեպաշտություն, դրանք պաշտպանվածությունն են խորհրդանշում։ Եվ նրանց զուգահեռ անվերջ կիրառվող վագրի գլուխը խորհրդանշում է ազատագրում, հարձակում, ազատագրման նպատակներով, այսպես ասենք։ Եվ վերջապես կրկին իմի բերված ուղիղ եթերից ձեզ նաև ներկայացնենք սաղավարտների վրա կիրառվող այդ օծի եւ վագրի գլուխների նշանակությունը։ Վիշապներ չեն դրանք, ամենակարևորը դրանք նույն պաշտպանիչ օծերն են, որոնք ընտելացված կերպով ապրել են սրբավայրերում, ապրել են մարդկանց տներում։ Օծերի այդ տեսակը ցավոք հայտնի չի արդեն, ամենայն հավանականությամբ ոչնչացված է։
Այո։ Լիլիթ ջան, արի փոքր անդրադարձ կատարենք այս սափորներին։ Այո, Եվ ինչպես օձերին, պարզվեց սափորներին գրկած, այսպես ասած, օձերի գլուխները, նույնիսկ հարցրեցինք գուցե սա բույս է, տերև է, ոչ սա օձ է, ոչ այն պաշտպանիչ օձերը, պաշտպանող օձերը, այլ այն օձերը, որոնց թույնից դեղամիջոցներ են ստացվել։ Կոնկրետ այս Այո, այստեղից կարելի է հետևություն արդեն անել, որ այստեղ մենք կարող ենք առողջական խնդիրների համար դիմել։ Եվ չենք մոռանում, որ գլխի շրջանում մինչև վիզը խնդիրների համար ենք դիմում այս սրբավայրում։ Ներկայացնենք ում ենք դիմում, Լիլիթ ջան, այդ խնդիրներով։ Խնդիրներով դիմում ենք եւ Հախարին եւ Ռոն Ռենեին։ Այո։ Հախարը այսօր այստեղ է։ Չնայած նրան, հարգելի հետևորդներ, որ այսօր տիեզերական շաբաթ չի, ոչ էլ կիրակի չի, այո, ոչ էլ կիրակի է, չնայած դրան, այսօր հախարը այստեղ է գտնվում, իսկ առհասարակ այս վերջին ժամանակաշրջանում այստեղ աշխատում է նրա թոռնուհին Ռոն Ռենեն։ Գորջան, ես կուզեի, որ մի փոքր ցույց տայր այս մուտքը, որը իրական մուտքի հետ կապ չունի։ Այո։ Ամենայն հավանականությամբ այն փոքրացված է վերանորոգման ժամանակ, որովհետև այս չափի մուտք ունենալ չէ կարելի, անզեն աչքով էլ իհարկե երևում են փոփոխությունները։ Պարզ երևում է, այո, փոփոխությունները ինչպես են կատարված։ Ցավոք նաև ջնջված արձանագրություններն են երևում, կողքերը որոշ հետքեր պահպանված են, իսկ հորիզոնական մասի վրա ոչ մի արձանագրություն պահպանված չի։ Մի խոսքով շատ բարդ է ասել իրականում այստեղ ինչ է եղել, բայց որ բուժման տարածքը եղել է այժմ Սուրբ Ստեփանոս եկեղեցի կոչվող այս սրբավայրը, դա հաստատ է։ Արի արևային ժամացույցը նույնպես ցույց տանք մեր հետևորդներին։ Այստեղ։ Ափսոս մենք չհասցրեցինք ճշտել արևային ժամացույցի տարիքը, եթե Ոչինչ, հետո կճշտենք, կավելացնենք այս տեսագրության վրա։ Որովհետև ինչպես հասկանում ենք, սիրելի հայրենակիցներ, այստեղ ամենատարբեր ժամանակաշրջանների միջամտություն կա։ Անշուշտ, բայց արի ցույց տանք այս գմբեթը, որը պարզվեց, որ այո, ութանիստ գմբեթ է։ Որպես ուրեմն առանձնահատկություն նյութի առումով, հա, աշխարհում ընդունված է ասել, որ բետոնը օգտագործվել է Հռոմում եւ այլն, իհարկե Հռոմում կարող էր եւ օգտագործված լինել, բայց որ այստեղ նույնպես կիրառված է բետոնի օգտագործման հնագույն օրինակներից է, դա նույնպես բացահայտ երևում է, որովհետև սրբավայրը կառուցված է բետոնի վրա արհեստական քարի նստեցման ճանապարհով եւ բազմաթիվ հատվածներում դա պարզ բացահայտ երևում է։ Ինչպես մեր կոլեգան նշեց, դադիվանքը նույնպես կառուցված է այդ սկզբունքով։ Իհարկե, ինչպես տեսնում ենք, քարի նման ամուր չի այս տեխնոլոգիան, բայց ունենք այն ինչ ունենք, մոտիկից եթե ցույց տանք Գոհար ջան, շատ հստակ երևում է տակի շերտը եւ իր վրա բերված, նստեցված է սվաղված, այսպես ասած քարը, այսինքն այնպիսի շաղախի մի տեսակ, որը քարի պես կարծրանում է հետո, բայց միևնույն է, ինչպես տեսնում ենք, տեղ-տեղ բացվել է եւ ամբողջ համալիրը այս նույն սկզբունքով է կառուցված։ Ինչն է կարևոր, քիչ առաջ Ռուբեն Գրիգորյանի հետ բազմաբանում մտցրինք եւ բազից որ արձանագրության
մի մասը չի համապատասխանում իրականությանը, Բարձր։ ուրեմն 4 հատ մարդ ասել թաղված, Սմբատը եւ Գագիկը, ուրեմն երկրորդը եւ չորրորդը փաստորեն Սմբատն է, երկրորդը Գագիկն է, Սմբատի կողքինը իր կինն է եւ Գագիկի մայրը ու Գագիկի այս կողմը իր կինն է թաղած։ Փաստորեն ստե Կյուրիկյան իշխաններ չկան։ Թաղած, սա շատ կարևոր պարզաբանում է, որ մենք հարգելի հարեցինք հետևորդներ։ Այդ Կյուրիկյանները ովքեր էին։ իրանց շարունակությունն է, Մեկի Կյուրիկեները էլի։ մեկը Բայց սա կապ չունի իրանց հետ, փաստորեն, սա շատ կարևոր է։ Այն որ ասում են, Բագրատունիներ էլի, այո, ստեղ շատ կարևոր է։ քիչ պահպանված դամբարաններից մեկն է։ Մեկն է, Այո, բարեբախտաբար։ Եվ այստեղից կսկսվի իմ կարծիքով վերելքը հայոց պետականության։ Հարգելի հետևորդներ, մեր ուխտագնացությունը շարունակվում է, մենք կհանդիպենք Գոշավանքում եւ ուզում եմ ձեզ նաեւ հիշեցնել, որ առաջիկայում ամսի 28-ին հունիս ամսվա մենք մեր հետևորդների հետ միասին նույնպես ունենալու ենք ուխտագնացություն, այդ մասին արդեն ես տեղադրել եմ իմեջերում եւ խնդրում եմ ձեզ նախապես գրանցվեք, ովքեր ցանկանում են միանալ մեզ։